25.5% վարկերի, 14% ավանդների աճ, բանկային համակարգի գրանցած ցուցանիշն է։ Նախորդ տարի Հայաստանի ամբողջ ֆինանսական համակարգում արձանագրվել են ակտիվների աճ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն է ներկայացրել 2024-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Վարկերի աճ է արձանագրվել գրեթե բոլոր հիմնական ուղղություններով։ Չաշխատող վարկերի կշիռը 2.4%-ից դարձել է 1.2%։ Բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, ինչին նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը, ցածր վարկային կորուստները։ Այնուամենայնիվ, վարկավորման որոշակի ոլորտային ուղղություններում ռիսկերի հնարավոր կուտակման եւ գլոբալ բարձր անորոշությունների ներկայիս միջավայրում վարկային ռիսկը շարունակում է գերակա մնալ։ Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ, եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման եւ անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր։ Կենտրոնական բանկը հնարավոր է համարում, որ անշարժ գույքի շուկայում կարող են ավելցուկային ռիսկեր առաջանալ։ Ֆինանսական կայունության առումով ռիսկ է նաև աշխարհաքաղաքական անորոշություններն ու առևտրատնտեսական լարվածությունների աճը, նշեց Մարտին Գալստյանը։ Գլխավոր դրամատունն իրականացրել է մակրոսթրես թեստավորում, թե վատատեսական սցենարի դեպքում ինչ կարող է լինել, ու պարզվել է, որ համակարգն ունակ է կլանելու հնարավոր կորուստները։ Ստրես տեստի ողջ հորիզոնի 3 տարվա համար հաշվարկված անսպասելի կորուստների մեծությունը կազմել է մոտ 150 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ռիսկով կշռված ակտիվների մոտ 1.85%-ին։ Այս գնահատականը իթևս այլ գործոնների հիմք է հանդիսացել մեր համար 24 թվականի 3-րդ եռամսյակում հակացիկլիկ բուֆերների դրույքաչափի 0.25%-ային կետով խստացման համար։ Չնայած Հայաստանի տնտեսությունում որոշակի դանդաղման միտում կա, Մարտին Գալստյանի խոսքով վերջին տարիների ընթացքում մակրոտնտեսական կայունությունը վկայությունն է, որ նաև ներդրողների կողմից կա վստահություն, ու անգամ դեպքերի արագ զարգացումների արդյունքում չի կարծում, թե արտահոսք կլինի մեր ֆինանսական համակարգից։ Ինչ վերաբերում է փոխարժեքին, այս առումով ազդակներ տալուց պետք է զգույշ լինել։ Որովհետև ցանկացած մարդ ըստ էության հասարակ քաղաքացիների մեջ մանավանդ իրանք նայում են նոմինալ փոխարժեքին։ Այսինքն 1 դրամը կամ 1 դոլարը հավասար է 385 դրամ։ Այնինչ իրականում տնտեսական process-ները ճիշտ հասկանալու տեսանկյունից պետք է նայել իրական արդյունավետ փոխարժեքի վարկագծին։ Ֆինանսական զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիների մասին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում մարդիկ դարձել են խաբեության զոհ երրորդ կողմին տալով իրենց PIN կոդերը, CVV-ները։ Ես խնդրում եմ, ոչ մեկին մի տվեք։ Եթե դուք համոզված չեք, որ դա բանկի աշխատակից է կամ, չգիտեմ, ձեր իմացած մարդն է, եւս մեկ անգամ ադբոյ տվեք, զանգեք, ինքներդ զանգեք։ Պիտի համատեղ պայքարել դրա դեմ, շեշտեց Կենտրոնական բանկի նախագահը, հավելելով, բոլոր դեպքերն ուսումնասիրվել են։ Եթե մեղավորությունը բանկինն է, ապա առանց որևէ քննարկման բանկը գումարը վերադարձրել է։ Ինչ վերաբերում է մնացած դեպքերին, 3 բանկեր շուտով կհայտարարեն, որ կսպասեն այնքան, մինչև ամբողջական քննությունն ավարտվի։ Խոսքը 230 հաճախորդի պարտավորությունների մասին է։ Կենտրոնական բանկն այս տարվանից իջեցրել է գնաճի իր թիրախը 4-ից 3%։ Լուրերը հետաքրքրվեց, արդյոք այս պահի գնահատականներով արդարացված էր այդ որոշումը։ Միանշանակ արդարացված որոշում է։ Ու եթե դու կարողանում ես քո համբավի կամ քո նկատմամբ վստահության արդյունքում գնաճի թարգետավորման քաղաքականության ներքո հայտարարել մի թարգետ կամ նպատակադրում, որ ավելի ցածր է, քան 4-ից 3, դա նշանակում է դու փորձում ես երկարաժամկետ ծախսերը անորոշության գնաճի մասով բիզնեսի համար նվազեցնես։ Ու ես կարծում եմ, որ մենք բավականին լավ քայլ ենք արել ու նախապատրաստված քայլ ենք արել։ Պահային գնաճը կարող է լինի բարձր, կարող է լինի ցածր։ Մեր խոստումը այն է, որ միջնաժամկետում, ինչպես միշտ ասել ենք, մեր գնաճը լինելու է 3%, որտեղ կարծում եմ, որ Կենտրոնական բանկը իր վարկով եւ վարկով ապացուցել է, որ ինքը ունակ է ապահովել են գնաճի թիրախը, որը որ ինքը խոստացել է։ Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկերի թվային արժույթին, որի վերաբերյալ գլխավոր դրամատանը քննարկումներ կան, Մարտին Գալստյանը նշեց, 2 թիմ կա։ Մի կողմը կարծում է, որ անհրաժեշտ է ներդնել, մյուս կողմը համարում է, որ այս պահին պետք չէ։ Կոնսենսուսն այն է, որ անընդհատ դրա վրա պետք է աշխատեն։ Նիկոլայ Ավետիսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։